հաջախորդը ասե, «Ադի շատ հեշտ էր»։ Ինչ է անում, որ real estate agent է։ Հա մի երկու տուն տարար ցույց տվիր, ուզում ես քեզ $5,000 գումար տամ։ Առաջին դարին ոնց որ թժողտ է։ Ես կուզեմ $100,000 շահիլ առաջին դարից real estate-ի մեջ։ Առանց քանակի հնարավոր չի որակ։ Մարդը արժեք ունի Աստծո առջև թիվ 1։ Եվ որ մարդիկ Հայաստանում մասին խոսին, հուսահատ են քիչմը, ես ասեմ, ասի 30 տարվա երգիր է։ Զերոյեն սկսել է։ Ամերիկայում 90% պլյուս մարդիկ վաճառում են իրենց անշարժ գույքը realtor-ի հետ։ Ինչու է որ այդպես է։ Ամենաթանկ asset-ը։ Ամեն 10 տարի մեկ անգամ պիտի են ծախեն եւ գնեն։ Սովետի ժամանակը մարդկանց իրար վստահելը շատ ցածր էր։ Եվ այդ վստահությունը ասմդաձելագերբին հիմքն է։ Ես այս լայսենսինգը կվստահիմ։ Ինչպես պիտի իմանամ, որ այս մարդը գիտե ինչ կնե որ։ Ոնց կարանք այս շենքի մասին ինֆորմացիա ստանանք։ Ներկայացնել են առաջ, պետք է քուդուրը ստուգենք, ինչ որ սխալեր շտկենք եւ նոր ներկայացնում ենք։ Down payment-ը փաստաբանը կբահե մինչեւ closing։ Առանց փաստաբանի դու չես կարող գործ արքանես։ Չէ, այդ նոտարի լինելը real estate agent-ն ավելի քիչ բան է։ Որտեղ է ավարտվում real estate agent-ի գործը։ When there's an accepted offer, եւ որ contract-ը լինի, մեր կորձը արենք։ Real estate agent-ի տոկոսները ինչքան են։ Գույքերի քանի տոկոսն է MLS-ով վաճառվում։ 90%։ Հա, ընդհանրապես մեր portfolio-ից չեմ ծախել։ Ադի ethical չէ։ I don't want to list a house with someone else. Ինձ հետ exclusive է, բայց ես քու եմ դառնում exclusive եմ։ Եթե նոր ես սկսում, որոշումը ար, հետո work your ass off։ Ողջույն բոլորին, այսօր մեր հյուրն է Հարոս Էցյանը, ով Ամերիկայում ունի brokerage եւ 17 տարվա փորձ, այդ 17 տարվա ընթացքում վաճառել է 3300-ից ավել անշարժ գույք։ Հարոս ջան, ողջույն։ Ողջույն։ Happy to be here։ Հրաշալի։ Ուրախ եմ ստեղալ։ Ես էլ եմ շատ ուրախ քեզ տեսնել եւ այսօր կխոսանք Հայաստանի եւ Ամերիկայի անշարժ գույքի շուկաների տարբերության մասին, realtor-ի մասնագիտության։ Բոլորս գիտենք, որ Ամերիկան եւ Կանադան լավագույն պրակտիկաներն են աշխարհում իրագործում այդ ոլորտում եւ շատ կուզենանք, որ կիսվես քո փորձով, քո գիտելիքներով եւ թե ոնց կարանք այս շուկան բարելավենք նաեւ Հայաստանում։ Հա, ես ուզում եմ ասեմ մի բան, որ մտածեցի 5 շաբաթ ենք 5 շաբաթ է եղած, որ ստեղ ենք եւ մի քանի անգամ միասին խոսել ենք, հանդիպել ենք եւ ես մտածել եմ, որ մեր real estate-ի ինդուստրիան Ամերիկա 100 տարի առաջ սենց չէր։ Ամերիկան 250 տարվա երկիր է, բայց ինչքան տարիներ դեպեց, որ մեր պրակտիկաները, մեր infrastructure to get developed 100 տարվա աշխատանք է, եւ նույնիսկ 2-3 տարի առաջ մեծ national pan բոլոր երկրվա նոր օրենք դուրս եկավ։ So էվոլյուցիան միշտ է մեր կողմնալ եւ երբեմն եւ որ մարդիկ Հայաստանում մասին խոսին եւ հուսահատ են քիչմը, ես ասեմ, ասի 30 տարվա երգիր է։ Աս զերոյեն սկսել է։ Մյուս օրը մեկում հարցուցի, որ այդ դուները անշարժ գույքը որ գար սովետի ժամանակը, ինչպես փոխանցեցին մարդիկան, որ ասի ասորդունն է, ասի անորդունն է, ինչպես ադի եղավ եւ ասին որ գաբրիս այդ դունը քեզի դվին։ Okay, հասկացա, բայց ով կրանցեց, որ սիստեմ գար, ասի աս բաները բեչունի մորնար, որ ասի 30 տարվա բան է, project է, մեր երկրում real estate-ը բան անշարժ գույքի կորձը չկանգնեցավ մինչև 1920-ներուն։ Հետո աս վերջին 100 տարին շատ ավելի զարգացել է, նույնիսկ մենք խոսել ենք բան buyer agency-ի մասին, որ 30 տարվա նոր քաղաքար է։ Հատկի առաջ չկար։
Ահա համար just մտածել եմ, որ երբեմն կտեսնանք, որ ինդուստրին թեր ավելի օրենքներ պետք ունի, ավելի սիստեմներ պետք ունի, բայց ուրախանանք, որ 30 տարվա ասքանը եղել է, բայց Հայաստանը ինչեր են անցել է 30 տարվա մեջ։ Դարբեր բادرազմ, երկրաշարժ, անկախություն, շատ դիքը մեծ խնդիրներ, որ ամեն մեկը շատ միտքի ուժ պետք ունեին եւ կառավարության եւ the population, the average man. Ինչպես պիտի մտածեն ասոր մասին, ինչպես որով բանը միտքը մենք ասենք անգլերենով you only have so much brain space, bandwidth. When you have these big issues, as մեծ խնդիրները, ինչպես մտածենք real estate-ի մասին, եթե մույս վաղը իմ դրաս պիտի երթա փանագի մեջ բادرազմ պիտի գրվի։ Ասի այս բաները հուսահատ չմնանք, ուրախ լինենք, որ այսքան հարաճացել է։ Ես իմ կյանքս շատ եմ խոսում արդեն, իմ կյանքս հետաքրքիր է։ Ես 5 անգամ եղել եմ Հայաստան, առաջին անգամը 2002-ին։ Եվ տուն ընդհանրապես ապրել ես սկիզբեն։ Տուն Հայաստանը տեսել ես ոնց որ վիդեո։ Ես տեսել եմ ոնց որ ֆոտո 2002, 2003 եւ 2004, հետո 15 տարի անցավ, 2019 առաջին անգամ եկա իմ բզիկ երեխաներուս հետ, 3 հատ երեխա ունիմ գին, միասին եկանք 2019-ին եւ հետո այս տարին։ Եվ Հայաստանի փոփոխությունը եւ վերգանգնելը, դե ճիշտ ասեմ, շատ ինձի գուրախացն է, որով նույնիսկ 7 տարի առաջ ավտովարսեցինք, այս տարի ավտովարսեցինք, ասենք քիչիկ բդեցանք տարբեր տեղեր, Հյուսիսում, Վանաձոր, Դիլիջան, Գյումրի, եւ նույնիսկ այդ տարին մի քիչ փողոցները դժվար էին անցնելու։ Այս անգամ շատ ճյուրին են, շատ մաքուր ճանապարհներ, շատ ուրախացա, շատ սիրտս փածվեցա, որով ավելի հեշտ էր մեկ կողմը մյուս կողմը երթալ եւ իմ հայրենիքս what's the word discover անալ բացահայտեցիր ադփարը Պետք է հիշենք, որ այս բաները ժամանակ կտևեն։ Ժամանակ, խաղաղություն, stability, այս բաները պետք են, որ մույս ցիրքերը, մույս մարդկային skills-երը բարձրանան, խաղաղություն պետք ունենք։ Եվ consistency, ասենք թե օրինավոր կյանքը, որ շարունակվի, ինչպես որ գսենք անգլերենով գսենք compound interest։ Հա չեմ գիտեր հայերեն բարեր ալոր համար, բայց compound interest-ին կապարը նույնն է, որ եթե $1 կամ 500 դրամ բանկա տնեմ այսօր եւ 4% է, գամած, բայց ուրիշ սեմ մտածենք 100 դրամ տնեմն է, բայց ամեն օր 2 անգամ տնեմն է, 100 դրամը հաջորդ օրը 200 դրամ, հաջորդ օրը 400, հաջորդ օրը 800, հաջորդ օրը 1600, 3000 մեկ ամիսեն միլիոնադեր գլամ։ Այո։ Ուրեմն ացելով պետք է մտածենք մեր տնտեսագիտությունը մասին, որ այդ պետք է ժամանակ գտևե։ Anyway, շատ խոսեցա հարցումներից։ Okay։ Ուրիշ նյութեր վստահ եմ մտածել ես։ Ինձ գիտես ինչն է հետաքրքիր, լավ դու ասում ես ժամանակա պետք, որպեսզի շուկան փոխվի, բայց այն պրակտիկաները, որոնք Ամերիկայում կան, խոսքս հենց real estate agency-ների, real estate agent-ի անշարժ գույքի գործակալի մասին է։ Այդ պրակտիկաները, այդ կարգավորումները շատ տարբեր զարգացած երկրներ կան, որոնք մինչև այսօր այդ նիշան, այդ ոլորտը այնտեղ զարգացած չի, ոնց որ Ամերիկայում է, եւ բոլորը նայում են ամերիկյան մոդելներին, մասնավորապես բոլոր եվրոպական երկրները։ Եթե խոսանք օրինակ Անգլիան,
կամ այլ եվրոպական երկրներ, Էմիրատներ կամ այլ տեղեր, շատ տեղեր կան, որ այդ real estate agency գաղափարը կամ real estate agent-ի մասնագիտությունը դեռ այն մակարդակին չի ու շատ հեռու է նույնիսկ ամերիկյան մոդելներից։ Նույն այդ միասնական ցուցակման համակարգը MLS-ը, որը որ կա, այդ գաղափարախոսությունը, որ բոլորը իրար հետ են աշխատում, որը game changer է, այսինքն նման product եվրոպական երկրներում եւ այլ շատ երկրներում չկարողացան նենց անեն, որ մարդիկ իրար են, չնայած որ ուզում են համագործակցեն։ Մենք վերջերս նախանցած տարի մասնակցեցինք International MLS Forum-ին, որը այդ նույն բանը ուզում է ստեղծի ամբողջ աշխարհում, միավորի բոլոր MLS-ները։ Wow. Ամեն տարի անում են։ Նախ Կանադայում եղավ, հետո Էմիրատներում, Աբու Դաբիում եղավ, եւ բոլորը ուզում են այդ product-ը ստեղծեն, ստարտափներ են տարբեր երկրներում։ Բայց դեռ չի հաջողվել, եւ մենք էլ Հայաստանում ստեղծել ենք։ Ինչ կարծիք ունես սրա մասին, որ ինչու այդ զարգացած երկրները չեն կարողանում այդ մոդելները, պրակտիկաները, ստանդարտները իրանց մոտ անեն ոնց որ Ամերիկայում է։ Նորեն հարցուր անգլերենով, որ I want to make sure I understand. So why is the developed countries, which has developed real estate market, can't implement that practices which is in USA, mainly like real estate agent profession practices, MLS systems, and the other good things? Երկու գետ խոսիմ։ Առաջինը real estate օրենքները, որ կառավարական են, ընդհանրապես կրնամսել, որ կառավարությունը մտածել է ինչպես կրնանք պաշտպանել անձերը։ Անձերը։ Հա, Քաղաքացիներին այս։ Քաղաքացիները, որ այս օրենքները ունենք real estate agent-ի համար, որ իրենց նպատակն է, այդ օրենքներուն նպատակն է պաշտպանել քաղաքացին։ Այո։ Ընդհանրապես։ Ինչպես որ նաև Հայաստանում է։ Հա։ Եվ նույնիսկ ամեն տարի այդ օրենքներն կփոխվին։ So հիմքը գար, բայց հիմքը չեմ գիտեր քանի տարի դեվեց մինչև որ ստեղծեցին այդ հիմքը, բայց ամեն տարի as փոքր գեդը կփոխեն, կամ ամ փոքր գեդը կփոխեն։ Ինձի համար օրենքները դի առաջին գեդն է դարբերությունը, որ կարծեմ պետք է սկսենք մարդկանց լավագույնի վիճակը ինչպես ադի պաշտպանենք եւ բահենք։ Ադի թիվ 1 է։ Թիվ 2 as MLS-ի խնդիրը չեմ կարծեմ հետաքրքիր է, որ մինչև հիմա Ամերիկա կարելի է որ հերվից կնայեք եւ կտեսնաք որ ասի լավ սիստեմ է եւ լավ գաշխատի որ եւ ամեն մարդ կսիրե անանք չէ նույնիսկ մեր շրջանը որ Երևանի ավելի մեծ չէ մենք 4 հատ MLS ունենք Wow ես պետք է ամեն մեկուն registration free մդամ ամեն տարի Եվ ամեն մեկ դուն, որ լիստանեմ, ասոր մեջ պետք է տնեմ, ասոր մեջ պետք է տնեմ, ասոր մեջ պետք է տնեմ, պա ինչու 3 հատ գա, դա 3 դարբեր իշխանություն է, իսկական, եթե գրնամ ասել։ Մեր նահանգը, գարձեմ 20 դարբեր MLS կա, South Carolina նահանգը, որ 6 միլիոն մարդ ունի միան։ Դարբեր նահանգներ, ասենք թե Oregon, Եղավ միտքս, Oregon, որ գարձեմ չեմ գիտեր քանի հոգի է, 11 միլիոն ասենք թե, մեկ MLS է։ Շատ դարբերություններ կա մեր դեղը, որ այս MLS-ի խնդիրը շատ inefficiency-ներ կան։ Դուք արդեն սկսում եք բողոքում եք, որ շատ է, հա։ Ուրիշ տեղեր չկա, դուք բողոքում եք, որ շատ է։ Լավ, որպեսզի մեր որովհետև ինձ agent-ին համար լավ չի։ Եվ հաջախորդին համար լավ չի։ Հաջախորդը չի հասկանում։ Հետո մենք ունենք այս aggregator website-ները, չեմ գիտեր Zillow, Portal, հա, որ իրենք կներկայացնեն ոնց որ մեկ է։ Հետո agent-ը
հաջախորդը գսե agent-ին աս դունը գսիրեմ, աս դունը գուզեմ նայել։ Ու եթե agent-ը ադ MLS-ին անդամ չէ, հաց աս MLS-ին անդամ է, չի գնար, ադոր թուրը մտնալ, ինֆորմացիան ջարել, cooperate անել։ հա, ասենց inefficiency-ներ կան, անոր համար ես ամեն մեր շրջանը 4 սատ գար, 4-րդը պետք չունիմ, քիչ մե հերոյ է ինձ մե, մենք շատ բիզնես չենք անել դեռ, բայց աս 3-ին պետք է մեր ասենք թե ամեն մեկը դարեգան $500 է։ Հա, այսինքն $1000 եթե դու ուզում ես ամբողջ ինֆորմացիային տիրապետես մարքեթի, դու պետք է 3 տեղ subscribe լինես, վճար տաս։ Եվ ամեն մեկ listing-ը, ամեն նույն ինֆորմացիան ստեղ տնեն, եւ մեկը վճարել որ ստեղ տնեն, եւ ստեղ տնեն, հասկացա։ որ ներկայացվի, որովհետեւ agent-ը, որ քնողը գբերե, քնորդը մեզի կարելի է հաջորդ մույսին անդամը գլա, եւ մերինին անդամ, եթե ուզում է գնալ գենթոնան միան մեկադի մեջ, բայց եթե անդամ չի, ուրեմն ավելի դժվար բիտնի։ Ադոր համար ամեն մեկում պետք է subscribe անեմ։ Հասկացա։ Ասոն մասին չի խոսեցանք։ Հա, դե մի քիչ կարող է հասկանալի չլինի MLS-ը ինչ է, մի քիչ փորձենք հերվից գանք։ Հա։ Ինչու է, որ Ամերիկայում ես գիտեմ, որ 90% պլյուս մարդիկ վաճառում են իրենց անշարժ գույքը realtor-ի հետ, անշարժ գույքի մասնագետի հետ։ Ինչու է, որ այդպես է։ Ասի լավ հարցում է։ Ամերիկայի մեջ բավական զարգացած է մտածելակերպը, որ եւ թեր մարդիկ կան, որ գուզեն առանցին վաճառել կամ գնել, բայց ընդհանրապես real estate agent hire գնեն, ինչպես կսես։ Hire չենք ասում, որովհետեւ hire անելը աշխատանքի վերցնելն է մոտավորապես։ Աշխատանք պատվիրակել երևի այս տրամադրությամբ։ Agent կվերցնեն։ Agent կվերցնեն, հա։ Ընդհանրապես agent կվերցնեն, որով հասկանում են, որ այս կորձը ես ասի ամենաթանկ asset-ը է, asset բարը ինչ ամենաթանկ ակտիվն է։ Ակտիվ։ Հա։ Ամենաթանկ ակտիվն է, որը կյանքում պետքա դու որոշում կայացնես, ճիշտ է։ Ընդհանրապես մարդիկոց մեծ ամասնությունը ասի ամենաթանկ արարգան է կամ իր asset, ասենք անգլերենով, եւ հասկանում եմ, որ ասի ամեն 10 տարի մեկ անգամ պիտի անեն ծախեն եւ գնեն։ Ուրեմն ինչպես պիտի քնան ամեն զարգացումները, օրենքները ինչպես են փոխվել, նեգոցիացիա անել, եթե ցուն ինձ ես, քաս ինձ ես կյանքում մեկ դուն ծախերեմ, մեկ դուն կներեմ, հեսա գսեմ ադի անցած շապատերի, եւ մույս շապատը, եւ մույս շապատը, եւ մույս շապատը, ինչպես որ, եթե դիմաց լեր հիմա գուզեմ երթալ, գիդ կվերցնեմ, որ ինձի դիմաց լերը պարծացնե, ծծնե, այս ջամպում կնա, այդ ջամպում մի կնար, այդ ջամպում ժայր գաղամ, վայրինգի պոսի մեջ կինաս, ադոր համար Ամերիկա մարդիկ շատ մտածելակերպը շատ զարգացել է, որ եթե մի բան կա, որ չեմ հասկանար, ուրիշին թիմեմ, որ ինձ կարա օգնել։ Նույնիսկ ես ինձ թվում է, որ մանավանդ Հայաստանում եւ շատ ուրիշ չեմ գիտեր, ասի հետաքրքիր խոսախություն է։ Ինձ թվում է, որ սովետի ժամանակը մարդկանց իրար վստահելը շատ ցածր էր։ Եվ այդ վստահությունը այսօր հիմքն է։ Ասմդաձելագերբին հիմքն է։ Մարդկանց վստահել, որով եթե ես քեզ չեմ վստահիր, ես կնեմ։ Ես իմ ավտոյս յուղը կփոխեմ։ Ես իմ բադուհաններս կլվամ։ Ես ասի գնեմ, անի գնեմ, որով քեզ չեմ կարող վստահել, թիմացինը չեմ կարող վստահել։ Ադոր համար գարձեմ, որ Ամերիկա հիմա քիչիկ բան, ինչպես կսեն, it's getting lower. The trust is decreasing.
in our country, Վստահությունը որովհետև դու կրնակ տեսնալ մեր պոլիտիկի վիճակը։ Բայց այդ վստահությունը շատ կարևոր է for a society։ Որ մարդկանց իրար կրնան վստահիլ, ադի եթե հիմնավոր փաստ է, ուրեմն շատ ավելի ուրիշ բաներ կբացվին։ Հասկացար։ Շատ հետաքրքիր պատասխան տվիր, այդ սովետի մասին երբեք չէի մտածել, չէի լսել, որ փաստորեն քո պատասխանի մեջ ես հասկանում եմ, որ դու ի նկատի ունես երևի մենթալիտետի գլոբալ խնդիր կա, որովհետև ի սկզբանե երբ որ ասացիր, որ դե գիտես ինչ կա, դե մարդ շաբաթական է գործարկանում, իսկ այս մարդը կյանքում 10 տարին մեկ է անում, դե նույն պատասխանը ես կարամ տամ, ասեմ, դե հիմա մենք էլ ենք նույնը, Հայաստանում էլ է նույն իրավիճակը, մարդը 10 տարին մեկ է գործարկանում, ես չգիտեմ, շաբաթական, բա ինչի է այստեղ, որ վաճառքների ենթադրենք վաճառքների մոտավորապես 50%-ն է, որ գործակալի միջոցով է արվում կամ 60%-ն է, իսկ Ամերիկայում 90+։ Երևի տենց խորքային խնդիր կա, որ դու ասում ես, որ մարդկանց մենթալիտետն է սովետից եկե, որ մասնագետին չեն վստահում, հավանաբար։ Հայո, ինչու վստահին։ Այ երկրորդ հարցը ստեղ է։ Ստեղ երկրորդ խնդիրը երևի թե կա։ Ոնց անի մասնագետը, որ իրան վստահեն։ Ոնց անի, որ հա։ Միգուցե այդ խնդիրը տեղից է, որ մասնագետները, ռիելթորները նենց չեն, որ իրանց վստահեն։ Կարող է այդտեղ խնդիր կա, կամ կարող է հենց լայսենսինգն է, որ այդ խնդիրը պետքա լուծի։ Այ Տես դու ասում, ես համաձայն եմ դրա հետ, որ այո, մենթալիտետի մեջ այդ խնդիրը կա, բայց այդ խնդիրը նաև պետքա մասնագետները չէ լուծեն, ոնց անեն, որ իրանց վստահեն, որ իրանց դիմելով մարդիկ ժամանակ խնայեն, ավելի լավ այդ էքսպերտիզան ստանան, չէ, քան թե որ մենակով այդ որոշումը կայացնեն։ Այ ոնց պետք է անեն, որ վստահություն ստեղծեն։ Ինչ որ հասկացա, կարծեմ պատասխանն է ամենաքիչ մի քանի գետ մտածեցի, որ գխոսեի որ Առաջինն է, որ եթե լայսենսինգ գա և մինչև հիմա չէ եղած լայսենսինգ, չէ։ Այո, փորձ եղել է, չի ստացվել։ Ուրեմն ինչպես ես, ասենք թե the general public, ինչպես պիտի իմանամ, որ այս մարդը գիտե ինչ կնե որ։ Այո։ Ինձի միգուցե շարլատան է։ Հա Ցույց signal չի գա, որ այս անձը գիտե իր գործը։ So ուրեմն միան պիտի վստահի մարդուն, եթե իմ բաբաս կամ մամաս կամ բաբաս կամ ընկերս իրեն վստահեր է եւ լավ անձեր է։ Բայց եթե այս լայսենսինգը եւ կառավարության օրենքները ես կվստահեմ, որ ընդհանրապես կառավարությունը մարդկանց լավագույնի դեսագետով որոշումներ կառնի, ուրեմն ես այս լայսենսինգը կվստահեմ եւ հետո պետք է գիտնամ, որ եթե փամը սխալը լա, ես մենք ասենք անգլերենով I have recourse. If you do me wrong, I can come back and I can either take you to court, tadem kes, sue you, whatever. I have to believe that there's rule of law, that there's recourse. Մեր մոդ ինձի եթե ես փամը սխալն եմ, մեր MLS-ին մենք Realtor Association ունենք ամեն քաղաքում, գնան երթալ ասոցիացիան, ինձի առաջ բերել նստել եւ ասել որ աս մարդը ասեց որ ցուն ասենց արիր իրեն խապեցիր, ցուն ինչ պիտի ասես նույնիսկ այդ մարդը գնա Google review գրել, so սիստեմներ կա որ այդ հավասարակշռումը public confidence վստահություն public ինչպես կսեն հանրային վստահություն կա այո որ այս մարդը լայսենս ունի այս կոդը հիմա անշուշտ եթե 17 տարի անես 3300 plus տուն ծախես 800 Google review կա ուրեմն ասոնք հատ սիգնալ են որ ասի վստահելի անց է ադոր համար նույնիսկ նոր էջենտներ եւ որ սկսին է ես կսեմ իրենց որ մարդիկ քեզի չի պիտի վստահեն պիտի տեսնան որ real estate մտերես չեն գիտեր եթե ցուն լավ պիտի անես
որով մեր մոդ ասենք թե 90% որ լայսենս կառնեն 1 տարի են կամ 2 տարի են բիզնեսեն դուրս են so ոչ միայն լայսենսը լայսենս պլյուս հաջողություն հետո ընկերներ ընտանեկան ասկականներ գվստային եւ այդ կորձը կանեն բայց ամենակարևորը այդ վստահությունն է կառավարության մեջ օրենքներու մեջ եւ ընդհանրապես եւ տուն հարցուցիր ինչպես ասի գրնա փոխվել մեկ գոմով եւ որ լավ մարդիկ ինչպես տունես ու ծեր ընկերությունը լավ կորձանեն եւ շարունակ լավ կորձանեն կմեծնա բայց Գարձեմ, եւ ասի արդեն դեսեր եմ Հայաստան, նոր սերունդը արդեն երկիրը կփոխվի գոր։ Եվ որ առաջին անգամ հոսեգա, ես իմ հայրս բերուցներ էր։ Ես միջին արևելյան ջաշեր գուտեի։ Ես միջին արևելյան հայերեն խոսեի։ Բարելը մենք միշտ կտեսնենք։ Առաջին անգամ հոսեգան է, այդ բաներ չկային։ Ժաշարան չի գար, որ երթամ, որ ասի հայկական ջաշը սուդեմ, ոչ դեր, սպասեր, ասում ռուսական ջաշեր են, համով են, բայց ռուսական ջաշեր են, մեր ինձի համար, իմ դեսագետովս, ասի հայկական ջաշեր չէին, բայց 15 տարի վերջ եկա, Սուրիայեն հայեր եկեր էին, Լիբանանեն հայեր եկեր էին, հիմա ջաշարան երթասն է սերվիսը փարսացեր է եւ մեկ ընկերունիմ որ 20 տարի ապրեր է ամերիկան քաղաքացի է հայու հետ ամուսնացել է ստեղ գաբրին 20 տարի է արդեն ինքը սավինձի եւ որ Սուրիա հայերը եկան Հայաստանը սկսավ սորվել սերվիսի մտածելակերպ այո որով հյուրասիրությունը փարսացավ այո Ես ասի շատ հետաքրքիր շատ հերու դարբեր դեղեր հացի ասխոսախշան մեջ, բայց ժամանակ գտև է, որ փոփոխությունները կան ամեն ինչ մենք անգլերենով կսենք Rome wasn't built in a day մեկ օրվա Ռոմը մենք էլ ասում ենք Մոսկվան Երևանը մեկ օր չէր 2800 տարի այս քաղաքը խոսե եւ թեր աճում է թեր փոխվում է թեր զարգանում է վերջ համաձայն եմ քո հետ նաեւ համաձայն եմ որ այո մտածելակերպը մարդկանց տարբեր է եւ այդ ոլորտը 100 տարի փորձությունների է ենթարկվել եւ զարգացել է, փոփոխվել է մինչեւ այսօր էլ ես նայում եմ real estate օրենքները, ամեն տարի ինքը փոխվում է, նարի օրենքը կամ բանը, էթիկայի կանոնները, հա, real estate agent-ի եւ օրենքները։ Ես բայց մյուս տեսակետն էլ ունեմ այս ամեն ինչի շուրջ։ Այո, ամեն ինչ դանդաղա լավ բանը կարճ ժամանակում չի լինում, բայց եթե օրինակ այդ ամբողջ փորձառությունը արդեն անցել է Ամերիկան, եւ անցել է դրա միջով։ 250 տարի պետք չունենք։ Այո, ինչու չվերցնես արդեն այդ ճանապարհ անցած պրակտիկաները։ Ճիշտ է։ Եվ վստահ եմ, որ բացի մենթալիտետից շատ արդյունավետ տեխնոլոգիաներ կան այնտեղ, այսինքն սիստեմներ, ֆորմուլաներ աշխատանքի, թե ոնց է պետք այդ աշխատանքը կազմակերպել, technology որոշակի նույն MLS-ը, որ մենք խոսում ենք, որ բոլոր գործակալները իրար հետ հնարավորություն են համագործակցելու։ Հիմա մի փոքր լայն հարց տամ, այդ բոլոր տեխնիկաների հետ մեկտեղ, ավելի էլի հիմքային, խորքային։ Ես գիտեմ, որ Ամերիկայում տարանջատվում է buyer agent, այսինքն գնորդի շահերը ներկայացնող գործակալ, եւ listing կամ listing agent, չէ, վաճառողի շահերը ներկայացնող գործակալ, որը ցավոք սրտի մեր օրենսդրությամբ դեռ չկա, հուսով եմ ինչ որ մի օր այդ գիտակցումն էլ կգա եւ դա էլ կտարանջատվի։ Ես ինքս որոշ չափով իհարկե պատկերացնում եմ տարբերությունները։ Այ կխնդրեմ մեկնաբանես, լավ, վերջի վերջո, որն է buyer agent-ի responsibility-ն, function-ը, հա, ինչ է ինքը անում,
եւ listing agent-ի։ Ինքը տալիս հաճախորդին, ինքը անում եւ listing agent-ը ինչ է անում։ Կարող ես ներկայացնել, որ պարզ լինի, թե Ամերիկայում այդ ծառայությունը real estate agent-ի ինչ է։ Հա, ինձի համար երկու շատ դարբեր աշխատանք է։ Buyer agent լինել եւ listing agent լինել։ Դարբեր աշխատանք է, որը listing agent-ը դունը պետք է ներկայացնի։ Marketing պետք է անի։ Պետք է ամեն դունի detail-ները հավաքի։ Ամենը մեկտեղ ցնե listing description-ը ինչպես է դունը պիտի ներկայացնեմ, ոնց որ ավտո պիտի ներկայացնեմ, ոնց որ բայց դունը շատ ավելի թանկ առարգա է։ Ադի listing agent-ի կորձն է եւ ընդհանրապես եւ որ listing գա մենք ասենք անգլերենով the 4 Ds death divorce downsizing ինչ է չորրորդը մոր հիմա բայց ուրախ խնդիր չէ հա ինչ որ խնդիր ունի ասենք թե 60% ուրախ բան չէ ահա մեկը մերերը պետք է դունը ձախենք, մեկը divorce պիտի անի, պետք է իրենց դունը ձախենք, ասի շատ դժվար է։ Damage մյուսը միգուցե ինչ որ իղթե, չէ։ Downsizing, ասել է որ մեր զավակները դուրս են եկալ, դուրս եկել են, իրենց դուները հիմա ունին, մենք ասքան մեծ հոամաս կամ դուն քվարտիրա պետք չունենք, ուրեմն ավելի փոքր կուզենք կնել։ Այս երեք բանը ընդհանրապես էմոցիաներ կան, զգացումներ կան կամ տեղափոխվում են, բայց տեղափոխումը եթե տեղափոխվել է, ադի պոզիտիվ է։ Պոզիտիվ։ Մյուսները նեգատիվ են։ Yeah։ Ուրեմն անձնավորությունը, որ գրնա այդ խոսակցությունները ունենալ։ Well, հիմա բացատրեմ buyer-ի պատմությունը։ Buyer-ի պատմությունը Քրեթե 100% ուրախ է։ Ուրախ ժամանակ է դուն պիտի գնենք։ Տուն պիտի գնենք։ Երտանք դուն գնենք։ Ընտանիքը մեծացրել է, նոր ամուսնացել ենք։ Ավելի մեծ հող պետք ունենք, ավելի հաջող կյանք ունենանք, որ մեծ ավելի մեծ դուն պիտի ունենանք։ Ուրախ ընդհանրապես ուրախ ճանապարհ է։ Այո։ Ձախելը շատ քիչ ադեն ուրախ ճանապարհ է։ Ընդհանրապես գամ քնելու համար պետք է անեն, որ այս դունը պետք է ձախեն, որ այս դունը քնեն, փողը ազատեն, որ այս դունը քնեն։ Ուրեմն բան է, obstacle ինչպես կսեն, խոչընդոտ է։ Գամ as 4 Ds-երը որը ցիկեզի, death, divorce, downsizing դարբեր խոսակցություններ են, դարբեր անձնավորություն չէ։ Մասնագետ։ Մասնագիտություն է, բայց personal տարբեր տեսակի մարդու աշխատանք է։ Դարբեր տեսակի մարդու աշխատանք է։ Եթե ես ուզում եմ միան ուրախ մնալ, գնորդների հետ աշխատեմ 100%։ Դարբեր է, որ ասոր հետ պետք է հասկանամ ինչ դուն կուզեն, ինչ տեսակ քանի նչասենյակ, քանի զուգարան, ինչքան հող կամ գուզեն քաղաքի մեջ ապրել, մեծ շենքի մեջ, որ հող չունի, բայց որ դեսիտ ունի, հավեր amenities գսենք, Pullman residence դեսակ, ես եսի այսօր մուսվերը, բայց պետք է հասկանանք ինչ պետք ունի, հետո պան, ոնց որ որսորդություն է, պիտի երթանք դուն որսորդություն պիտի նայենք, և բայց ադի ադ բնավորության համար, ուրախ Այո։ Ուրախ գործողություն է, ուրախ ճանապարհ է։ Հա։ Անոր համար ինձ համար կան մարդիկ, որ երկուսն էլ գնեն, ես գնեմ։ Կան մարդիկ, որ միան մեկը գնեն կամ մյուսը գնեն։ Դարբեր պատճառներով։ Ընդհանրապես ես կնախընտրեմ ձախողներու հետ աշխատել։ Քնորդների հետ չէ։ Ավելի քիչ։ Ինչ է տալի դու հաճախորդին value proposition-ը ինչ է այդտեղ listing agent-ի հետ աշխատելու եւ հավաճառողի հետ աշխատելու եւ գնորդի հետ աշխատելու։ Ընդհանրապես իրենց կսեմ
ծեր մենք մեր կովը ունենք easy button ասենք թե եթե գողեսն է it's a manner of speaking but as գոջակ գողեմն է ամեն ինչ հեշտ կլինի Հա ես ուզում եմ որ մեր ընկերությունը երկու հատ բան ունեմ երեք հատ ունեմ մեր ընկերության մեջ agent չէ administrative assistant որ ամեն ինչ իրենք կնեն ինձ համար եթե transaction-ը վերջանա եւ հաջախորդը ասե ադի շատ հեշտ էր ոնց որ փամը չեղավ ես ուզեմ ադի լսել իրենց մեն որ դուք գիտեք ինչ կնեք գոր ուրիշներն ավելի լավ ըրիք եւ ինձ համար դանջանք չէր Բարձա Բայց ինչ է այդ որ պետք է արվեր Հիմա մենք շատ հաճախ մեր մոտ էլ է տարարկություն ինչ է կանում որ real estate agent է հա մի երկու տուն տարար ցույց տվիր ուզում ես քեզ $5000 գումար տամ կամ հա լավ դե մի հատ հայտարարություն ես դրել ասենք լիստե եմ ինչ ուզում ես հիմա վաճառելուց քեզ $5000 գումար տամ so ինչն է այդ ինչ են անում agent-ները որ իրանց այդքան ուզում են վճարեն կամ որոշ agent-ներ որոնց չեն ուզում ինչ պետք է անի էլի agent-ը listing գոմը քինը որոշելը շատ բարձր կարևորություն ունի այո մեր մոտ որովհետև հիմա բան է buyers market ասենք թե քնորդների market այո եւ եթե քինը չորոշես ճիշտ ուրեմն այդ դունը բիտնստի այո ամիս եւ փողենդար որով շատ անգամներ գա վաճառողներ որ դունեն դուրս արդեն եկել են եւ գին որոշելը դու agent-ը չի որոշում չէ ինքը agent-ը որոշում առաջարկում է ճիշտ միշտ այդ խոսակցությունը կա հիմա առաջարկում եմ բայց եւ որ ես listing appointment անեմ listing-ի հանդիպումը իրենք իմ օֆիսից կգան կնստենք մեծ էկրան ունեմ եւ էկրանի վրա գցեցնեմ իրենց ամեն դարբեր թիվերը ինչ ուրիշ տուները իրենց շուշը ինչ են վաճառվել ինչպես որոշենք քու դունը ինչպես է ասպայմանները միասին կորոշենք իրենք կսեն թուն ինչ կսես ես ասեմ թուն ինչ կսես ինչ է քու որոշումդ եթե թուն քնորդ էիր ինչ պիտի դայր աստունին համար այո հետո իրենց հասկացնել շուգան ինչ է հիմա ինչ վիճակա շուգան խորհրդատվությունը առաջի կտորը այո այդտեղ հասկացանք հետո negotiation-ի ժամանակ բանակցությունների ժամանակ դու ոնց ես այդ ամեն ինչը անում միայն վաճառողի կողմն ես ներկայացնում թե եթե listing agent ես ինչ է նշանակում հաճախորդի շահեր ներկայացնել այս բառակապակցությունը ինչ է նշանակում նորեն հարցուր անգլերենով So when you say I'm on the seller side չէ what does it mean to protect seller rights let me say this in English making sure we get all the information about the house and there's a state law level of requirements and most agents stop there. We get even more information about the house. So the buyer psychologically has no questions. I want to anticipate every question that the buyer is potentially going to have because there's so many other houses on the market. The less they have to think about, they say, well, what about this? Oh, Artem Balaskanets. Oh, what about this? Artem Balaskanets. Artem Balaskanveri. Artem Balaskanveri. Artem Balaskanveri. I want to make it so it's irrational for them to buy another house. Sancte Mergoma inspection doing. Doing the stuken, amen systemnera, Sarnaran,
լվացքի մեքենան, ամեն ինչ ինչպես կաշխատի գոր, ճուրը, plumbing-ը, էլեկտրիկանությունը, ինչպես կաշխատի գոր, ամեն սիստեմները, Ամեն վաճառքից առաջ արվում է դա։ այո, during the transaction, Ահա, contract են անում, ահա, 14 օր, գսենք due diligence, ահա, այդ ժամանակին, որի մեջ մտնում է inspection-ը, սա տեխնիկական ստուգումը, անշարժ։ ստուգումը, ամեն ինչ, Սա օրենքով է, պարտադիր է։ բարդացիչ չէ։ Բայց եթե գուզեն բարդ վերցնել դունին համար, ընդհանրապես բանկան գուզե Բանկը կուզե, որ inspection անեն։ inspection, հետո appraisal, դարբեր Գնահատում։ խնդիր է։ Այստեղ էլ ենք անում։ Հա, Inspection չկա, չկա։ որը շատ կարևոր է։ Այսօր նույն հարցով ինձ դիմել են։ Ասում է, ընդ որում գործընկերներից մեկը agent-ը զանգել է, ասում է, մեր գնորդներից մեկը նորակառու շենքում բնակարան է ուզում գնի, մի 15 տարվա շենք է։ Ասում է, բայց անհանգստացած, ոչ թե անհանգստացած, այ մտահոգվում, ասում է, ոնց կարանք այս շենքի մասին ինֆորմացիա ստանանք։ Այո։ Վթարայնություն ունի, չունի, կոմունիկացիաները եւ այլն, ասում եմ, կօգնես հասկանալ, ասում եմ, դե ես էլ տենց որ ասեմ, ինչ որ տեղ կա, չգիտեմ, երևի կադաստրում մի հատ դիմում է պետք գրել տեխնիկական վիճակի մասին տվյալներ հանենք, բայց շատ քիչ է այնտեղ ինֆորմացիա։ Սա ինչ որ մեկին պետքա մասնագետ գտնենք, սեյսմիկ անվտանգություն ինչ, մի հատ քաղաքապետարան դիմենք, բայց վստահ եմ այդ ինֆորմացիաները չկան, էլի, ինչ որ միտեղից պետքա փորձես ստանաս։ Ու այսօր մտածում եմ, ինչքան կարևոր լավ կլինի, որ գնումից առաջ մի հատ inspection արվի այդ ամեն ինչը։ Ամեն ինչը։ Մենք կնենք։ Եվ որ հիմա buyers market է, գնորդներու շուգա է։ Ուրեմն ես ամեն մեկ ծախողին, վաճառողին կսեմ քուդունդ շուգային ներկայացնել են առաջ պետք է քուդունդ ստուգենք որ մարքետ անենք որ արդեն ստուգենք ինչ որ սխալեր շտկենք եւ նոր ներկայացնում ենք մույսերը ադի չեն ներ So ինչպես մենք կնանք մեր դունը position-նել, որ մեր քինը շուտ մը ստացվի շուգայում, որովհետև մեր դունը քնորդին մտքին մեջ շատ հեշտ է քնելու։ Որ ինքը ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի, ամեն ինչը իմանա, ոնց կա, տենց է։ Այո։ Որովհետև ես կսեմ միշտ կսեմ հաջախորներու եւ մեր agent-ներու կսեմ a confused prospect never buys։ Երբ որ իր մտքի մեջ հարցեր կան, ինքը կարա խուսափի գործարկից։ Մանավանդ եւ որ շատ ուրիշ տուներ կան։ Այո, որտեղ որ կարան այդ ամեն ինչը ապահովեն։ Այո։ Շատ հետաքրքիր է, արի մի հատ զարգացնենք այս թեման։ Որոշեցինք, ես buyer եմ, որոշեցինք, որ տունը պետք է առնենք։ Առաջի քայլը ի՞նչ է։ Down payment, նախավճար, չէ՞։ Առաջինը fill out the offer, offer ենք անում։ send the offer to the listing agent։ Որը իրավաբանական ուժ ունի, չէ՞։ Եթե համաձայնվեց, պարտադիր պետքա գործարկի։ Եվ որ ծախողը եւ կնորդը ստորակրեն։ Yeah, I accept the offer. I say yeah, I agree. So then ինչ է լինում։ Հաջորդ քայլը թունիջսիր down payment։ Ես ասպաները պետք է մտածեմ, որովհետև մեզ համար այդքան նորմալ է։ Դու չես էլ մտածում որ դա։ Ես sense գիտեմ, offer արիր, offer-ի մեջ գրած է if you accept the offer, եթե դու ընդունես offer-ը, այսքան down payment-ը գնալու ինչ որ միտեղ։ Այո, ադի փաստաբանը փաստաբանի մոտ down payment-ը փաստաբանը գբահե, մինչև որ closing։ Փաստաբանը կպայի թե escrow հաշիվ է։ Դարբեր նահանգները դարբեր են։ Եվ real estate agent-ի հաշիվն է դա, թե սեփականատիրոջ, թե ինչ-որ մի հատ agency-ա, ինչ-որ մի հատ ընկերություն է։ Մեզ մոտ։ Իմ հարցը նրա մասին է, ոնց է, ես վստահ եմ, որ secure է այդ անվտանգ է այդ գործը։ Այո, անվտանգ է։ Հայաստանում այդ պրակտիկան գրեթե չկա, կան որոշակի բանկերում escrow հաշիվներ կան, բայց այնտեղ ոնց է որ այդ քո համար այնքան նորմալ է, natural է դա, որ զարմանում ես, այսինքն չգիտես ոնց բացատրես, բայց մեր համար դա անվտանգ է, ես մեր նահանգը, ամեն նահանգ դարբեր օրենքներ ունի, ամեն մեկը մի քիչ դարբեր է։ Այո։ Բայց մեր նահանգը մեկ հատ փաստաբան կա, որ այդ պայմանագիրը կոչե վերջավորության։ Այո 30 օր ընդհանրապես
կդեվե Offer-ից հետո, offer accept-ից հետո offer acceptance to closing 30 days 30 days. typically մանավանդ եթե բան գա mortgage Okay. եթե mortgage չի գա cash է գնա 2 շաբաթ լինի Okay. բայց ընդհանրապես շատերը 30 օր ad pastapana որ closing-ը պիտի անե այդ ընդհանրապես այդ դրամը կփռնե եւ քնորտին համար վերջավորությունը քնորտին հաշիվը գերտա Վաճառողի հաշիվը։ ճիշտ եթե քնորտը $500,000 բիդա եւ 5,000 դրամ հիմա 495 պետք է բերե Այո, բայց այդ 5000-ը ում է գնում, ում հաշվին է գնում։ Ես գնորդն եմ, դու վաճառողը։ դու գնորդն ես դու պետք է $500,000 դաս արդեն 5,000 դվեր ես Ում եմ տվել 5000-ը։ Փաստաբանի։ Իրա հաշվին։ Այո Escrow հաշիվը։ այո Իսկ եթե փողը վերցնի գնա։ չներ եթե ասոր համար վստահությունը սիքեզի քիչ առաջ որով օրենք կա աս փաստապանը եթե այդ հրամը առնե կնա վերջացավ իր գործը Հասկացա։ դի So այդ escrow հաշիվները փաստաբաններն են ձեր նահանգում պահում։ մեր նահանգում այո ուրիշ տեղեր escrow company-ներ կան որ agent-ներն են brokerage-ը ունի։ այո ժամանակին անանգ էր մեր մոտ բայց brokerage-ին համար շատ բաներ շատ liability գար Հա որով brokerage-ը բան է conflict of interest Հասկացա, համաձայն եմ։ brokerage-ը գուզե բահել Հա բայց իսկականից եւ contract-ին ժամանակ եթե գնորդը կամ վաճառողը սխալվի եւ contract-ը մենք ասենք the contract is dead մերնի չեմ գիտեր եթե անանգսեք բայց agent-ը փող ունի ստանալու ինչ որ մի կողմից հա անոր համար փաստապանը ունի եւ փաստապանը պետք է պայմանավորվին քնորդը եւ վաճառողը որուն դրամն է որուն հաշիվն է որուն հաշիվին գերտա $5,000 հիմա այստեղ մեջտեղը նստեր է որ փաստաբանին account-ին մեջն է հա եւ ինքը պիտի contract-ը մերավ որուն պիտի քնորդին կամ վաճառողին բայց նայած ինչպես contract-ը կրվել է որուն հանցավոր է որ ադմերավ ով խախտեց ոնց որ հակառակ կողմը հաջորդ կողմին պետք է հարո բայց ում փաստաբանն է buyer-ի փաստաբանն է անում թե seller-ի թե կապ չունի մեր կողմը ընդհանրապես եւ որ contract կրեն buyer-ը գորոշե իր փաստաբանի այո բայց մեր նահանգին մեջ այդ փաստաբանը closing-ի համար multi-representational է հա մենակ closing-ի համար միակ closing-ի համար so you can կարաս ինչ որ փաստաբան գտնես որը մենակ closing-ի համար կարա transaction անի այո եւ այս փաստաբանը եւ քու փաստաբանը կլինի այդ transaction-ի համար եւ հասկացա վաճառողին երկու կողմի շարին է ներկայացնում այո հետաքրքիր է եւ ասի ուրիշ խնդիր է բայց մեկ փաստաբան ունենք որ շատ ենք օգտագործում բայց եթե խնդիր մգա transaction-ի մեջ իրեն չեն գնար օգտագործել որով երկու կողմանի է հասկացա ինքը transaction-ի համար պետք է նենց մարդ լինի որը այն մյուսի շահերը չի ներկայացնում so բանա անաչառը այսպես ասված neutral and ու ստացվում է որ առանց փաստաբանի դու չես կարող գործարք անես չէ գործարք transaction հա չես կարող։ Հետաքրքիր է։ Գործը լավ է փաստաբանել։ Որով իրենք բան կադաստրը գերտան եւ կրանցեն այդ transaction-ը։ What about notary? Նոտարը ինչ է անում։ Չէ, նոտարին դարբեր է։ Նոտարը անում է ինչ որ բան այնտեղ։ Այո, բայց մեր գոմը գարձեմ ես ասի շատ խորը չեմ մտած, բայց գարձեմ ուրիշ երկրներում նոտարին շատ ավելի բարձր է։ Ֆրանսիայում օրինակ։ Մեր մոտ նոտարին ավելի ցածր աշխատանք է։ Ինչ է անում նոտարին։ Եթե ասենք թե վաճառող կա, որ եւ մենք South Carolina ենք։ Հա։ Եվ ասենք թե վաճառող կա, որ Boston գաբրի։ Հա։ Բայց իր դունը իրենք դուն ունին մեր մոտ եւ ուզում են ծախել, ամեն ինչ Zoom-ով գանենք, ամեն թուղթերը դիջիտալ գլրացնեն,
Բայց եւ որ closing-ը կա, պետք է թաց ստորագրումը լա, թաց գսենք։ Ուրեմն նոտարի գերտան verify պտյանի։ Հա, նոտարին արչև This is Haro, yeah. Այո, I approve that see Haro now. That's why the notary is like դրա համար է նոտարը, էլի։ Մեր մոտ մի քիչ ուրիշ ձև է։ Ամեն ինչ նոտարն է փորձում անի, պայմանագիր կազմել, շատ հաճախ մարդիկ չեն նայում պայմանագիրը մինչև նոտարի ժամ չգնալը, չեն ուղարկում նոտարները այդ պայմանագիր։ Նույնիսկ երբ որ տենց հարցնում ասում ես պայմանագիր կուղարկեն, տենց զարմանում են։ Ինձի համար ալ մեր գոմը հետաքրքիր է, որով մեր չէ որ 3 հատ աշխատող ունիմ, երկու հատը նոտարի են։ Եթե պետք ունենք, որ մեկը ցևով նոտարի հետ ստորագրություն ունի, կարան մեր քով գալ, ասի բան է client privilege մեզի համար։ Բան նույնիսկ կորզարկեն հետո, եթե ասի մեր հաջախորդը եղել է, կգնա 5 տարի վերջ մեր քով գալ, հե նոտարի պետք ունիմ, մենք ալ իրեն համար գանենք այդ կորզը, որ հարաբերությունը բայ։ Այո։ Բայց Ատկե առաջ ես չէի գիտեր ինչպես նոտարի մեկը ինչ պետք է անցնե որ նոտարի դառնա եւ շատ հեշտ է շատ բան չէ փաստաբանը լալը շատ ավելի բարդ է դանջանք է հասկացա դարիներով թասեր առնել համասարան երթալ բայց նոտարի լինելը բան real estate agent-ն ավելի քիչ բան է թասեր ստատուսնի ու բան այո Հարո իսկ inspection-ը երբ է արվում այդ So tu հարցուցիր ինչ այդ քայլերը Հա քայլ 1 down payment Yeah Ադիգա negotiable է գրնան ասել ես կուզեմ իմ down payment-ից 2 շաբաթ են տնել ես կուզեմ այսօր տնել Այո ասիա պետք է բան պայմանավորվենք Ատկե հետո քրեթե նույն ժամանակը schedule ինչպես պայմանավորվել չէ գրաֆիկ կորոշեն երբ պիտի լա inspection-ը հա they schedule the inspection մինչև առողջարքի պայմանագիր կնքելն է լինել մինչև contract կնքելը վերջնական inspection-ն արվում No contract-ը ստորագրել են հա վաճառողը եւ կնորդը ստորագրել են որ 30 օրվա ընթացքին պիտի կոչենք այս կորզարկը վերջացավ Ուրեմն ad order down payment ad order they schedule the inspection գրնալ երրորդ օրը լինե Գերտան inspection report կստանան report ինչպես ասեմ բան էլի պատասխանը հա բան արդյունքները inspection-ի արդյունքները ինչ եթե inspection-ը խնդիրներ է հայտնաբերել որոնք ի սկզբանե չգիտեինք հա ընդհանրապես մեզ մոտ հիմա Եվ ասիալ շատ էվոլյուցիա դեսեր է իմ 17 տարից շատ դարբերվել է It's very different than it was 17 years ago Բայց հիմա հաջախորդը ինձ բան կստանանք report-ը inspection report ասի սխալ է okay ես կսեմ հաջախորդին մի վախենար բան շինարարությունի մեկը մենք հարաբերություն ունենք ինքը գսե okay ասի $1000 բիլա ասի $500 բիլա ասի $2000 բիլա եւ օֆիցիալ ծևով գքե quote մի քանի հատ գարնենք որ իրենք չկարողանան ասել որ գումարը տարիր է ասենց ու գումարը կփոխվի երևի եւ ասենք թե Այս մարդը ասե որ աս ամեն կորձը $10,000 Այս մարդը ասե աս ամեն կորձը $7,000 լինե Այս մարդը ասե ամեն կորձը $8,000 լինե Okay ես ագսեմ հաջախորդին նայե երթանք հարցնենք նայած ինչքան սերիոս են դարբեր խնդիրները երթանք հարցնենք $8,000 ասենք թե հա $8,000 իրենց մեկ եւ ներկայացնենք եւ inspection report-ը եւ ամեն մեկ շինարարու construction ինչպես ասեն վերանորոգում այդ մասնակիցները իրենց quote-երը իրենց ադոնքա ներկայացնենք որ մյուսը դեսնա ամեն ինչ տապանցիկ դեսնան ասենք մենք $8,000 գուզենք իրենք ասեն $5,000 գուզենք okay $6,000 okay մինչեւ որ պայմանավորվենք Էդի կստորագրենք Թրամը ընդհանրապես ժամանակին կփորձեն ամեն բաները շտկել closing-ին առաջ։ Ադի շատ
բարդ process է։ Հիմա գսեմ I'm art as վաճառողը իրեն հոգը չէ ինչպես կշտկվի այդ էլեկտրիկան նյութը կամ ճուրի նյութը թրամը թող դա թուն կնա թուն վերցուր քու վստահած մարդը դու արա so down payment inspection negotiation հետո մանավանդ եթե mortgage գա appraisal բանկան մասնակետ մտորգե որ աստունը իսկական $500,000 է okay իրենք կրանցեն okay գուտան հետո closing դա հա title search այդ ինչա փաստաբանը գնե մեր մոտ ինքը կադաստրին մեջ կնայե բոլոր փաստաթղթերը այո բոլոր հին փաստաթղթերը որով գանկամ 3 սերունդ առաջ մեկը ասա ադի իմ դունս է եւ թեր Իրանունի մեջ է պետք է ամենը ճշտեն մենք ալ ունենք փան title փաստաթղթի service կա տենց առանձին service բայց ինչպես կսեն ապահովություն ապահովագրություն հա ամեն բանկան որ թրամ դա որ դու գնես it's a requirement բարդաթիր է որ փաստաթուղթի ապահովություն քնորդը ադոր համար վճար է փաստաթղթի այսինքն իրավական բան title-ի համար այո ապահովագրվի այո որ եթե բայց հետաքրքիր է ինչի է վերջում դա արվում ինչի սկզբում չի արվում հա you've done inspection you have done appraisal the bank approved your վարկը հաստատելա նոր title research արվում այո որով ընդհանրապես problem չի եղած հա դա մինչև այդ արդեն parza ձեր մոտ որովհետեւ public record-ա ես այո պորտալներ ունեի մտնում մինչև տան տիրոջ հեռախոսի համար էի տեսնում բոլոր փաստաթղթերը կա այսինքն այդ խնդիրը մինչև այդ էս տեսնում էլի 90% 95% as answer որ վաճառողն է հիմա եւ որ ինքը քնեց is նույն կորձը արին հա տակ as վաճառով ընդհանրապես problem չի եղած հասկացա մի անգամ անցած դարին problem գար ես հաջախորդ ունեի ինքը foreclosure-ից կներեր հարկադիրից հա եւ իր փաստաբանը իր կորձը չերած կոծեցին դունը մենք ջախեցինք դունը եւ որ նոր փաստաբանը կնորտին որ ջարեցինք իր փաստաբանը այդ փաստաթուղթերուն title search արեց եւ դեսա որ խնդիր կա ուրեմն չեր գնա ծախել իմ հաջախորդս եւ շատ բարգացավ իր փաստաբանի հետ իր փաստաբանը այդ դունը քնեց որ problem-ը լուծի հասկացա ես ալ մենք պայմանավորված ենք արդեն մենք ծախեցինք դունը բայց մեզ որով closing չեղավ մեր cash-ը չստացանք ես ալ զանգեցի գինը ասի դունը ծախեցիր առանց ինձ exclusive ունենք պետք է ինձի տրամը դաս տենց լինում է որ exclusive լինի ու ինքը ծախի առանց հա $7,500 ինքը ասավ ցուն չի ծախեցիր չի կոչվեցավ ասի այո մեր կորձը մեր contract-ով եւ որ contract լինե մեր կորձը հրերենք yeah closing-ը մեր կորձը չէ contract-ը մեր կորձն է ես գտել եմ այդ հաճախորդին որ այդ պայմաններով ուզում էր առներ այո you hired me to find a buyer I found a buyer I negotiated and then you sold the house but you didn't pay me so որտեղ է ավարտվում real estate agent-ի գործը դու ասում ես closing-ի իմ գործը չի մինչև այն down payment offer accept անելն է քո գործը ճիշտ եմ հասկանում այո offer accept անես եւ exclusive listing client կամ buyer client ունենամ when there's an accepted offer you have done մենք չենք վերջացնել մեր կոդը թեր transaction coordination գանենք որ we want to get paid գուզենք բայց legally օրինավոր ծևով
եթե պետք է թադ դանիմ եւ որ contract-ը լինե մեր կորձերենք Շատ հետաքրքիր։ Շատ կուզեմ, որ այս ամեն ինչը լսեն մեր օրենք գրող պետական մարմինները, էլի։ Լավ, օքեյ, podcast անենք կանենք։ Closing-ը ոնց է արվում։ Closing-ը մեր մոտ հետաքրքիր է, միա մեր քաղաքն է, մեր նահանգի մեջ եւ վաճառողը եւ գնորդը եւ երկու էջենտները ամեն եւ փաստաբանը նույն սեղանի շուրջ ամեն թուղթերը կստորագրեն եւ այդ ծևով կվերջանա Ու register են անում բանում։ հա ադի վերջը Փողն էլ այդ բանի փաստաբանի հաշվից գնում է վաճառողին։ այո Agent-ին, բա, agent ավտոմատա գնում է agent-ին, Այո, թե վաճառողն է վճարում։ չէ Փաստաբանը մնաց վճարում է, ըստ կոնտրակտի։ այո Բա buyer-ն էլ իր agent-ին է վճարում։ Թե ոնց է ըստ contract-ի ըստ կոնտրակտի։ Այո։ Սովորաբար ոնց է մեր գոմը եթե ես buyer ունիմ ես վաճառողին ասեմ թուն իմ դոգոսս կվճարես եւ ինքն ագսե ոչ այո կամ maybe եւ negotiation է եւ ընդհանրապես ես արդեն պատրաստել եմ իմ քնորդից որ Եթե չի վճարում եթե իմ դոգոսս այսքան է պիտի հարցնենք հարաճին հերթին պիտի հարցնենք վաճառողին վաճառող կողմին real estate agent-ին, վաճառողի agent-ին, չէ վաճառողին okay։ ժամանակին agent-ին էր հիմա վաճառողին ուղղակի offer-ին մեջ էր ժամանակը ասի քեզի եւ որ սկսանք այս խոսակցությունը ասի քեզի որ մեր օրենքներն նոր են փոխվում այո ժամանակին agent-ը իր վաճառողին հետ կբամանավորվեր որ իմ դոգոսս այսքան է եւ ես գգիսեմ մյուս agent-ի հետ այո այլևս սանանք չէ իրավունք չկա չկա դե բայց պրակտիկան նույնն է ըստ է պրակտիկան նույնն է բայց մի քիչ դարբեր է հիմա որովհետեւ ես ավելի հստակ խոսակցություն պետք է ունենամ իմ քնորդից հետ որ իմ դոգոսս այսքան է եւ որ երթանք ինքը մեր MLS-ները այլևս թույլ չեն դար Փանգարաբարական թույլ չեն դար ներկայացնել որ վաճառողը այսքան պիտի դա բա real estate agent-ը վաճառող listing agent-ը չի կարա նշի որ այսքան այո ժամանակին կարող է այս ասի գսեր 3%, ասի գսեր 2%, ասի գսեր 2%, այլևս ադի չկա այո հիմա եւ որ contract-ը կրեմ պետք է այդ contract-ի մեջ ներկայացնեմ որ բարոն վաճառող մենք հարցնենք որ թուն 3% կամ 2% կամ 2% ինչ որն է դոգոսը թուն վճարես որ ես քեզի քնորդը բերի այո Ստեղ ռիսկ չկա ստացվում որ agent-ը կարա իր գումարը չստանա որտեվ այդ escrow հաշվից է գալիս այդ գումարը այո contract-ը եղավ գումարը եկավ եւ որ թուն հարցուցիր ինչ են քայլերը քայլերում մեկն է որ չի խոսեցանք as soon as the contract is signed ստորագրել է քնորդին եւ վաճառողին միջոց այդ contract-ը գուղարկենք փաստաբանին եւ down payment-ը շատ լավ եւ փաստաբանը այդ contract-ը իրեն գուղե ասցեվով 3% պետք է դամ ասոր 3% պետք է դամ ասոր sense բաներ շատ լավ շատ հետաքրքիր է քանի տոկոս է Ընդհանրապես այո real estate agent-ի տոկոսները ինչքան են listing agent-ները ես դեսել եմ հիմա որ երկու կողմանի չէ միան listing կողմը ամենաքիչ կներես շատ դարբեր մոդելներ կան մարդիկ որ ոչ մի advice չեն դար չեն օգնել նեգոսիացիային միան MLS image գտնեն for flat fee $500 սեկտե եւ որ եթե վարորդ մզանգ է քնորդ մզանգ է կամ agent մզանգ է համարը տան վաճառողի ասենք այո վաճառողին հետ խոսիր it's not a real estate agent it's not an agent բայց
for $500 or $1,000, they put it in the MLS. Yeah, let's don't talk about them. We call that flat fee discount service. Yeah. Service չէ, շատ փոքր service է։ Ատկե հետո իսկական full service real estate agent, listing agent, ամենակիչ ընդհանրապես տեսել եմ 2%-ով, եւ մինչև 3-4 ամենաշատ տեսել եմ 5. Just one Just the listing side. 2-ից 5. 2-ից 5. Բայց եթե 5 բիդի ինես, շատ value. Like home staging պետք է անես, բան. Staging, I'll pay for the inspection. I'll pay for the inspection. Եթե քուդունը չի ծախեմ, նեգը քնեմ։ Ես սա coordinate կանեմ transaction-ը, ասեմ։ Ամեն ինչ։ Մենք ալ հիմա այս տարի արդեն հիմա երթամն է պիտի սկսենք աշխատանք, որ մենյու ունենանք։ 4%։ Ես քանա, փաթեթն։ 4%-ի այս բաները գնեմ, 5%-ի այս բաները, 6%-ի այս բաները։ Good idea։ Ինչ մեկը գուզես, ընդհանրապես մարդիկ մարդիկ սիրում են իրանք ընտրեն, չէ՞, իրանք որոշեն։ Եվ գսեմ շատերը արդեն մենք 4% գնենք։ Typically we charge 4%. 4% for just the listing. That's right. Եվ քնորդը 3%, 2-ին 3 ընդհանրապես։ So ստացվում ամենակիչը 6%, 6-ից 8% եք աշխատում։ Մենք։ Դուք հարո։ Ամենամարդ չէ, բայց մենք։ Իսկ միջինը, մի transaction-ի մեջ agent-ինը ինչքան է։ Միջինը այդ full service է, էլի։ 2-ից 3։ Երկու կողմն էլ։ Չէ։ Երկու կողմը։ 5-ից 6, 5-ից 6։ Որով ընդհանրապես brokerage-ները օրենքներ ունին, եւ շատ brokerage-ները չեն թողնում իրենց agent-ները, որ ավելի քիչ անեն։ Լավ, brokerage-ից խոսացինք։ Ինչա տալիս brokerage-ը agent-ին, այսինքն մի փոքր բացենք փակագծերը, broker օրենքով, բացի նրանից, որ օրենքով պետք է ցանկացած վաճառքի մասնագետ real estate agent-ը ինչ որ brokerage-ում աշխատի, որը կա broker license ունի, այսինքն երկու բանա, լիցենզիա է, որը հասկանալի է թե ինչի է այդպես մոտավորապես brokerage-ը պատասխանատվությունն է կրում, չէ՞։ Այո։ Էլ ինչ անում, հեսա դու կասես, էլի։ Training, ամենաշատը training է եւ ինձ համար մշակույթ, culture, ասի շատ հետաքրքիր է ինձ համար, որով գամ մարդիկ, որ իրենց համար մշակույթը ոչինչ։ I want to work for myself. Այո, ուրիշներն են այդ մշակույթի շատ են ուզում։ Որ սկան որ մաս մգազմեն, ավելի մեծ ընտանիքի մեջ, ավելի մեծ քահուտի մեջ, training, culture, technology, եւ գա brokerage-ներ, որ դարբեր level service-ներ գնեն։ Marketing, transaction coordination, co-workspace, ինչպես որ դեսանք այսօր Բիզնես մոդելները տարբեր են, կան հիմնականում ֆրանշիզաներ, շատ տարբեր։ Թիմի անդամ, հիմնականում Հայաստանում այդ բանն է, dependent business model-ն է, so թիմեր են, հա, այսինքն այդտեղ երևի նույն ձևա, չէ, lead-ը տալի company-ին, չէ, lead generation անում, հա։ Այո։ Ոնց է lead-ի աղբյուրները։ Հիմնականում գործարքների քանի տոկոսն է, որ աղբյուրից լինում, referral, MLS, marketing, social media, ոնց է աշխատում, որ channel-ներն են ձեր մոտ ավելի ակտիվ։ Ամեն agent-ը մի քիչ տարբեր է։ Տարբեր է։ Հա։ Իմ թիմս մեկ բան է, մեր թիմը ընդհանրապես referral է։ Ուրիշ agent-ներ մեր Ամերիկայում ինձ գիտեն, որով դարիներով ես բդդել եմ, թասեր տվել եմ եւ իմ անունս կհիշեն։ Հարո անունը եւ հայերեն չկա եւ անգլերեն չկա։ Հարո ես իրենց կսեմ Haro stands for help a realtor out։ Եվ գհիշեն։ So շատերը նույնիսկ 3
մեկ քնորդ մգար որ մեր քաղաքը կնեց բայց referral-ը ինձի եկավ բայց ես I was slow in responding եւ ուրիշ մեր agent-ներուն գնաց մեր office-ի մեջ մեր Keller Williams brokerage-ի մեջ որ բարեկամ է ընկեր է բայց իմ թիմից չէ եւ այս աղջիկան շատ կհարգեմ she's a great agent եւ լավ կորցրավ բայց 2 օր առաջ 3 օր առաջ դեսա որ մեր website-ի վրա եկել է ստուկել է իր դունին արժեքը որ իր դունը Maryland նահանգում է մեզ եթե քշերին է 8 ժամ է Maryland ուրեմն ես իրեն text ուղարկեցի ասի ամեն ինչ լավ է ինչպես է քեզ դուն քնելը ինքս Greenville ես աղջիկան է ամեն ինչ շատ լավ է բայց վստահություն չունեմ որ իմ agent-ս հոս Maryland իմ դունս պիտի գրնա ձախել ասի well yes she's not aggressive enough ասի well yes ուրիշ agent-ներ գիտեմ հոն որ շատ aggressive են ինքս գնաս ինձ միացնել ասի այո եւ իմ ընկերուհիս որ իր թիմը հոն է ինքն հիմա Իտալիա է Venice է իրեն text ուղարկեցի ասի մեկը գա քու թիմիդ վրա որ ասոր հետ գրնա աշխատիլ ծավայո Aaron-ը շատ ուժեղ է 200 դուն ձախեր է ասի օքեյ հայդե միացնենք իրենց միացուցի առանց ոչ մի անցու հետ խոսակցություն ունեցա ամեն տեքստով միացուցի Aaron-ը 3 listing agreement listing exclusive ստորագրեց աս մարդու հետ 3.9 միլիոն դոլար wow որ ինքը just the referral fee to me will be probably $25,000 wow քանի տոկոս է referral fee 25% Okay. Իսկ գույքերի քանի տոկոսն է MLS-ով վաճառվում? Գույքերի քանի տոկոսն է? So like մեկը դիմեց դու պետք է գնաս հետո ինչ որ մի տեղից անշարժ գույքը գտնես, չէ? You have your own portfolio, չէ? Եվ ունես MLS եւ երևի for sale by owner. So քանի տոկոսն է MLS ծախվում? Maybe 90%. 90%. Yeah. Բայց ընդհանրապես մեր portfolio-ից չեմ ծախել։ Մենք ալ ընդհանրապես դարբերություն չունենք. I don't really have a good way. I mean, I could. It's a dream job for. I could if I wanted to just say, okay, what are so մեր brokerage Keller Williams Drive. Գնամ MLS-ին երթալ ասել ինձի միա ներկայացուր Keller Williams-ի Drive-ին դուները, listing-ները. Well, adi marketing շուգային maybe 5 դոգոս է։ Էլի շատ է։ Եվ շատ է։ We carry probably 100 listings at a time or more. Maybe 150 to 200. Իսկ դու ամբողջ շուկան պետք է նայես, եթե ուզում ես service տաս, չէ՞։ Այո, ամբողջ շուկան պետք է նայեմ։ Ուրեմն MLS-ին գնայեմ, ամբողջ շուկան եւ ինձ համար մեկ է։ Ումնա է։ Keller Williams Drive Remax, Berkshire Hathaway, Coldwell Banker, EXP, Real Hocus չէ։ Ամենուն գջանոթներ են ինձ համար արդեն 17 տարի ընդհանրապես դու ներկայացնում ես գնորդի շահերը թե ում գույքն է ոնց է ինչ դու պետքա բոլորը իրան առաջարկես այո ադի իրեն շահն է իրեն լավակույնն է ոչ թե այդ listing-ը դու ունենաս չէ ասի ադի ethical չէ ինչպես ասեն ethical հա ethical չէ որ միան իմ դունս ներկայացնեմ ու մենակ ես ծախեմ էլի հա հետո ադիգա sounds like a lawsuit միան իր դուները իրենց դուները ինձից ցույց վերջավորությունը ադմարտը եթե ադմարտը իմանա որ դուներ գային որ pan listed էին բայց ես չներկայացուցի իրեն ընդհանրապես մեր գոմա ադիալ անհնար բան է որովհետև պորտալներով իրենք ինձ մի ավելի արագ կտեսնան որ դուները այո եթե չառաջարկես կետա կգտնի էլի մենք այո եւ ընդհանրապես մարդիկ անան գնեն ես իրենց կսեմ I will set you up on a search եւ դուներ իրենց կերտան
Եվ ինքը գսե աս դունը գուզեմ հեսնար, ես այդ դունին մասին փամը չեմ գիտեր։ Այո։ Ամիջապես գրամ ստուքել, ավելի խորը երթալ, ուսումնասիրել, հա, աթաղամասը, ադունը աս փան պայմանները ունի, որով MLS-ը ինձի ինֆորմացիա գուտա, որ ընդհանրապես փան չէ, սովորական մարդը չի գտնար։ Այո, մենակ էջենտների համար։ Այո։ So ստացվում է որ ճիշտ եմ հասկանում մի գույքի վաճառքով մի էջենտ է զբաղվում միշտ, թե լինում է որ տենց չի։ Մի գույքի համար մի agent։ Մի գույքի համար մի էքսկլյուզիվ է միշտ Հա։ 100%։ Հնարավորություն կա ունին ֆորմա, որ եթե գուզես, որ 3 agent քեզի represent անե, բայց ընդհանրապես ես agent չեմ ճանչնար, որ այտենց կնե։ Վաու։ Էսա մեզ պետք։ Every once in a while կա անգամ ես խոսել եմ մարդկանց հետ, որ ծանոթ են ինձի, որ co-listing անենք։ Ասենք թե ես Co-exclusive։ Հա, co-exclusive անենք, եւ այդ գլա երբեմն։ Բայց շատ չէ։ Որով ինչպես պիտի որոշես, տուն ասիր, ես ասի գնեմ։ Իմաստ չկա, չէ՞ դրա։ Քիզերը ուր են։ Ստեղ միշտ վաճառողի կողմը այդ բանն են ասում, առարկությունն են ասում, դե եթե 5 հոգու տամ, 10 հոգու տամ, նշանակում է որ ավելի շատ մարդու, ավելի շատ մարքեթինգ կարվի, ավելի շատ մարդ կիմանա դրա մասին, հավանականությունը մեծ է, ավելի շատ։ Ես ծեվով մգարձեմ, որ ճիշտ են, որովհետև եթե աս ամեն էջենտները իրար հետ համագործակցին, այդպես է ստացվում։ Ինքը պետք է մենակով դիմի բոլորին, էլի։ Այո։ Բայց եթե մեկ դեր գա Եվ բոլոր multiple listing, որ բոլորը իրար հետ աշխատում են։ Ասի ինչի դա պետք գնաս 5 հոգու դիմես։ Ամեն մարդուն գործը ավելի հեշտ կլինի։ Այո։ Այո։ Որով ով գուզե I don't want to list a house with someone else. Ես ամեն իմ որով ադի ինձի համար ադի խորը մնանքն է, then I'm not really thinking of what's best for the seller. I'm thinking of how can I get a buyer, which I want to get a buyer, but I'm not thinking of I'm going to protect the seller. I just want to find a buyer and sell for myself, not the other agent. That's right. Yeah. Whereas if it's exclusive, tun ins head exclusive is, բայց ես քույրը դա exclusive եմ։ Okay. Հարո կպատմես մի փոքր real estate agent-ի մասնագիտության մասին, որն է այդ agent-ի կերպարը Ամերիկայում։ Քանի տարի կերպարը ideal agent persona, like քանի տարեկան է, ինչ ստատուս է ընդհանրապես այդ աշխատանքը եւ ինչու դառնալ real estate agent քո համար։ Հետաքրքիր է ինձ համար, որովհետև ամեն տեսակը դեսեր եմ։ Մեծ, երդասարդ, երկրորդ career, երրորդ career, գին, մարդ, ամեն տեսակը դեսեր եմ։ Ավելի աշխուժ անձերը, ավելի լուր անձերը, ամեն տեսակ դեսեր եմ, որ գարձեմ թեման, որ ամեն մեկուն հաջողությունի համար, որով աս կորձը դժվար է, բարդ կորձ է, մարդիկ գարձեն, flexible կորձ է, ես իմ բոսս պիտի դինեմ եւ շատ դրամ պիտի շահեմ։ Part time կետամ մի երկու հատ մի բան կանեմ շաբաթական։ Այո։ Evidence չի։ Դժվար է եւ չեն ընդհանրապես սովորական մարդիկը չեն տեսնար ամեն ինչ որ կբադահի կորձարկին ընթացքը։ Եվ ինչպես շահեր եմ աս մասնակցությունը, ինչքան դանջանքներ է անցեր եմ, որ աս մասնակցությունը 17 տարի անցեր եմ, շատ բաներ տեսել եմ։ Բայց ինձ թվում է, որ ամեն անձը, որ հաջողություն տեսնա, հաջողի իրենց անձի մեջ զորավոր
գամք մունին, կամ զորավոր բաչար մունին, որ ուզում են հաջողվել այս գործի մեջ։ Որ մարդիկ ինձ գուքան գսեն, ես կուզեմ $100,000 շահել առաջին դարիս real estate-ի մեջ։ Ես ագսեմ, այ մարդ, $100,000 շահեր ես։ Ոչ, ինչքան շահեր ես։ 60,000 է իմ կորզս հիմա։ Okay։ Ուրեմն դու գուզես քու եկամուտդ 100% բարձրացնել։ Նոր մասնագիտության մեջ։ Նոր մասնագիտության մեջ։ Ինչ պիտի անես, որ 100% քու ցիրքերդ բարձրացնես։ Եվ գա մարդիկ, որ գսեն, ես կուզեմ $200,000 շահել։ Ես ասեմ, դու գիտես, որ դոկտորները $200,000 չեն շահիր։ 10 տարի սովորել են։ 10 տարի սովորել են։ Դու պատրաստ ես այդտեսակ commitment որ ձգտում անել։ Հետո գլրչանախ խնդիր է ասցեվով, աս խոսակցությունով։ So հետո գսեմ, okay, եթե $60,000 հիմա գշինես քոր, ինչ պիտի անես դարբեր, որ նոր կորձի մեջ $100,000 ստանան։ Ես գիտեմ, մարդիկը որ ընդհանրապես $100,000 կստանան, աս կորձի մեջ առաջին դարվան շատ են աշխատում։ Luck չկա, չէ՞, there is no Չէ։ part-time հնարավոր է մտնելու լուրջ բան անել։ Unless you have like network, չէ՞։ Հա, network ունենասն է, դեսեր են, որ part-time գնեն, քիչիկ սովորություն, like ուրիշ կորձ ունենան, part-time գնեն, իրիգունները, weekend-ները, գփան, սովորություն հավաքեն, Փորձ կհավաքեն։ փորձ կհավաքեն, Մինչև որ transition անեն։ մինչև որ transition անեն, ասի դեսել եմ։ Իմ թիմիս վրա երբեք չեմ թողնած, բայց մեր brokerage-ի մեջ դեսել եմ եւ մեր brokerage-ը այդպես մարդիկ ունի։ Եվ բայց նույնիսկ failure rate still high. Full time or part time, failure rate is still high. 90% մեկ դարի, երկու դարի, bye bye։ Հիմա որ բան է 2000 COVID-ին հետո մեր կառավարությունը շատ թրամ դբեց։ Այս թրամ դբելեն մեր էկոնոմին շատ լեցվեցավ անիմաստ թուղթի թրամ։ Բայց ասցեվով շատ դուներում քինը բարձրացավ։ Ես ագսեմ արտիկոց դունիդ քինը բարձրացավ կամ քու դոլարիդ արժեքը ավելի ցած ինչպես կսեն ցած իջավ ավելի քիչ է, հա։ Ադի ուրիշ խնդիր է։ Բայց շատ ավելի դուներ կձախվեին որ ավելի բայց հիմա արդեն 26 է եւ մեր մոտ ավելի գտանդանար որ եւ կորձը ավելի բարդ է եւ ես նկատեմ եւ բավական քոչեր կինեմ real estate industry-ի մեջ եւ ես իրենց կհարցնեմ մեկ տարի առաջ կամ երկու տարի առաջ հաճուցի քանի agent նոր agent պետք է փերես որ մեկ հատ հաճող agent բահես եւ ընդհանրապես պատասխանները 7-ն 10-ն են 7-ից 10 agent պետքա brokerage-ը գա որ մեկը հատ հաճող agent բահես մի տարվա մեջ երևի այո Wow. Նույնիսկ ընդեղատենց։ Այո։ Մանավանդ էս շուկայում։ So it's not easy job. Nope. Նույնիսկ Ամերիկայում։ Նույնիսկ Ամերիկայում։ Որով licensing-ը մեզ մոտ հեշտ է։ Այո։ Կալիֆոռնիան շատ ավելի դարբեր է, բայց ինձ թվում է հոնա դուներում քինը այդքան բարձր է։ Որ մարդիկ գտնազեն, հե, ես աս ժամերը գնեմ, 10-ը գսորվիմ, license-ս կառնեմ, եթե մեկ դուն ձախեմ, է։ Այսքան փող անում։ Հա։ Գարժի է։ Այո։ $30,000 մեկ դունի մեջ, մեկ դունի ձախելը $30,000 կլինի։ Իսկ այդ ճիշտ է, որ միջին տարիքը real estate agent-ի Ամերիկայում 50+ է։ Կարծեմ թե։ Հա։
Այսինքն մարդիկ ովքեր որոշակի հաջողության են հասել իրենց կյանքում, ունեն որոշակի network, գալիս են մտնում են ոլորտ։ Ասի է։ Որով մեծացրել են մարդիկ ունին, որ իրենց կվստահին։ Այո։ Հարաբերություններ ունին, որ Կարողանում են 40 կառուցել։ տարեկան հարաբերություններ են։ Վստահում են իրենց։ Աստծեով եւ ավելի հասուն մարդիկ են։ Ահա։ Ավելի վստահելի ընդհանրապես։ Եվ շատերուն համար արդեն իրենց ասիր տուն որոշ success արդեն ունեցել են եւ ուզում են ուրիշ կորձ մնել, որ ավելի flexible է, ավելի դարբեր ժամեր ունի, որով ցևը ճիշտ է։ Հիմա իմ կյանքից մեջ գար դարիներ, որ ամեն շաբաթ շատ է աշխատում։ Ասենք թե 10, 15, 14 տարի այտենց 60-ից 80 ժամ ամեն շաբաթ աշխատում է։ Բայց հիմա 20-ից 30։ Վաու, շատ է 60-ից 80-ը։ Հա։ Շատ է։ Եղել է պահ, որ ուզենաս դուրս գաս գործից, ոլորտից։ Անշուշտ։ Չսի քեզի որ ինսուլտ ունեցա։ Ասել ես։ Ասել եմ։ Հա։ Դե այդ քո կամքով չես ուզել երևի։ Անշուշտ։ Բայց տենց պահ եղել է, որ տենց դու ուզենաս էլի, ասես լավ հոգնեցի։ Ադ դեսագով փնավորություն ուներեմ, որ ես ինքս բդիկ չեներ։ Չէ թողներ, որ իմ միտքս այնց փան պատկերացնե։ You're not a quitter. No, just Go straight. Yeah, մենք ասի մեր կորձն է, ընտանիք ունիմ, գին ունիմ, երեխա ունիմ, ես բիդի հաճոն լինեմ, տրամ հավաքեմ, sense. Էդեր իմ մտածելը գերուս դարիներով։ Ինչ խորհուրդ կտաս սկսնակներին։ Սկսնակներին, նոր agent-ներուն։ Նոր agent-ներին։ Rome wasn't built in a day. Բայց կյանքի սեզոններ կա։ Եթե նոր ես սկսում, խորիր, շատ մտածի, որոշումը առ, հետո work your ass off։ Որ առաջին դարին, ես միշտ ամենուն գսեմ, առաջին դարին ոնց որ թժողտ է։ Քու թժողտդ պիտի լինի, բայց ամենաթժվար դարին է եւ միան մեկ անգամ կանցնի։ Առաջին դարին նորեն չպիտի կրկնես։ So այդ առաջին դարին, առաջին երկու դարին շատ աշխատիր, շատ մարդիկոց հետ խոսիր, ամեն մարդ պետք է գիտնա, որ դու real estate ես, վստահելի անձ ես եւ իրենց լավակույնը պիտի նայես։ Without question. Եվ շատ աշխատիր։ Եվ մեր բիզնեսի մեջ շատ աշխատիլի բանը definition-ը չէ։ Բացատրությունը ճիշտ է։ Բացատրությունն է, քանի անցու հետ խոսեցար այսօր։ Այո, քանակ։ Ես միշտ ասում եմ, իհարկե դա իմ խոսքերը չի, բայց ինձ շատ է դուր գալի, որ առանց քանակի հնարավոր չի որակ։ Այո։ Պարզապես հնարավոր չի։ Դու չես կարող որակել։ Քանակի մեջ որակն է։ Այո։ Առաջինը քանակն է։ Այո, միշտ։ Պիտի մարդիկ ուզեն ասել որակ, բայց առաջինի մեջ քանակն է։ It's a numbers game։ Այո։ Նույնիսկ հիմա, եթե ես որոշեի, որ 2027-ին 100 դումի ծախեմ, ուրեմն եթե այդ ծեո մտածեի, ուրեմն գիտեմ, քանի անց պետք է խոսեմ, ինչքան կորձ պետք է անեմ, եւ այդ պլանը դենս կգազմեմ։ Okay։ Իմ վերջին հարցը, եթե հնարավորություն ունենայիր մի բան փոխելու, ինչ կփոխեիր։ Ասի լավ հարցում է։ Ինձ համար իմ ինքնությունս կորձի մեջ էր։
Հասկացար։ Քո ինքնությունը գործի մեջ Ես չգնար ինձ նայել հաճող մարդ, եթե հաճող չէի գործի մեջ։ շատ լավ բան ես ասում։ Բայց մեր ինքնությունը չի գտնվի մեր ռածներու մեջ։ Մարդկանց ինքնությունը արժանի է առանց արդյունքի, առանց production։ Մարդը արժեք ունի, գինը արժեք ունի, Աստծո առջև թիվ 1։ Հետո հա աշխատիր, լավ աշխատիր, կորզդ լավ է, բայց մի գտնար քու արժեքը քու կորզիդ մեջ կամ քու ցանկացած հաջողությունիդ մեջ կամ քու հավաքած դրամիդ մեջ այդ բաները քույչուն չունեն իսկականից։ Լրիվ Հասկանալի է։ ինչ կա քո մեջ արդեն։ Հա, ես արժանի մարդ եմ, որով հարո եմ։ Ոչ թե ես հաճող բիզնեսմեն եմ կամ հաճող բաբա եմ կամ թիվ 1, ասենք թե էությունի մեջ, ինքնությունի մեջ արդեն արժեքավոր ես։ Եվ արժանի ես հարգանքի։ Այո։ Ադոն մեջ վստահ լինելը։ Ասենք թե ես բամուշունս մի քիչ պատմեմ, իմ բաբաս մամաս բաժանվեցան 6 տարեկան էի։ Մենք ընդհանրապես աղքատ ընտանիք ենք։ Բաբաս խմած մեկն էր, շատ իրեն չի տեսնար, մի քիչ real estate արավ, եւ ես բզդիգությունից 16-17 տարեկան ես որոշեցի եւ մեղք էր մամաս, առանցին մեզի ինձի եւ քույրիկիս մեծացրուց, բայց ինքն էլ իր դժվարությունները ուներ, որով իր բաբան եւ իր մաման փան չպես կսեմ ոչ առողջ ընտանիք էին, առողջ չէին, ոնց որ անցեր եւ ընտանիք։ Ուրեմն ինքն էլ իր ցավերը ուներ, ինքն էլ իր հոգեգան խնդիրները ուներ, հետո մամա դարձավ, 2 զավակ ունի, փորձեր որ աշխատի, ամուսին չունի, ուրեմն աս վերքերը իմ բզդիգությունից ինձ շատ աստեցին եւ իմ այդ փոքր մտածելակերպով որոշումներ արի, որ իմ կյանքս չպիտի լինի իմ մամայիս բաբայիս կյանքի պես։ Ուրեմն ես ինձ ինքս պիտի ինչ որ պետք է անեմ, պիտի անեմ, որ ես աղքատ չպիտի լամ, հարուստ պիտի լամ, դրամ պիտի հավաքեմ, հաճող պիտի լամ, եւ partyrոջ ցևով մա այդ բաները եղել է։ Բայց հաշիվ գար։ Եվ այդ հաշիվն էր, որ իմ ինքնությունս կդա այդ թրսից բաներու մեջ, իմ էությունս կդա թրսից բաներու մեջ, որ չեն գնար դա։ Եվ պետք է ավելի հասկանալ եւ խորս, որ առաջին էությունս, առաջին ինքնությունս Աստծո արժև է։ Հասկացար։ Հարցադրեցի լավ։ Շատ խորը բան ես ասում։ Շատ խոր։ Որը real estate agent-ները ասում մասին չեն խորիր։ Եվ real estate agent-ները եւ առհասարակ այսօր ինչա ռոպագանդվում, չէ՞, դու պիտի էս անես, հաջողակ լինես, հա։ Հաջողակ չեղար ոչ մեկին պետք չես։ Հա։ Բայց ասի Եվ հասարակությունն էլ է տենց մտածում։ Ես այս դրա մասին էլ վերջերս էլի մի հատ գիրք էի կարդում, կազախ միլիարդատեր կա, Margulan Sesembay, մի հատ գիրք ունի գրած Missия выполнима ռուսերեն, like mission can be completed, kind of this. Mission possible. Mission possible, yeah. Ու ինքը այդտեղ ֆորմուլաներ է տալիս, ինչ է հաջողությունը, հա, ու մի քանի տեսակ է այդ հաջողությունը բացատրում, ասում է կա հաջողություն արտաքին աշխարհի համար եւ կա հաջողություն ինքդ քո համար։
Եվ ասում եմ, որ օրինակ իմ համար ավելի կարևոր է ինքս իմ համար հաջողությունը, քան արտաքին աշխարհի համար հաջողությունը։ Ու ինքը ասում է ինչ է այդ հաջողությունը։ Օրինակ, եթե դու քո արժև նպատակ ես դրել եւ դրան հասել ես, կարևոր չի այդ նպատակը ինչը ընդհանրապես։ Դա քո արժև է, դա հասարակության արժև չի։ Եթե դու դրան հասել ես, դու քեզ հաջողակ կարաս զգաս։ Ու նույն չափ հաջողակ, ինչքան որ, ասենք, կողքի միլիարդատերը, որը կարող է իրան այդքան հաջողակ չզգա, որովհետեւ ինքը նպատակ էր դրել $2 միլիարդ աշխատել, բայց 1 միլիարդ աշխատեց։ Եվ մյուս կողմից քո վիճակը, հոգեվիճակը, առհասարակ քո վիճակը շատ ուղիղ ու ամենամեծ ազդեցություն ունի քո գործերի վրա։ Եթե դու քեզ հաջողակ չես զգում ինչ-որ չափով, եթե դու քեզ երջանիկ չես զգում, դու չես կարա բարիք ստեղծես, մարդկանց համար հետաքրքիր լինես, ընդհանրապես իր ամբողջ ֆորմուլան այդ գրքի բացատրում է, որ եթե մարդը երջանիկ է, ուրեմն արդեն հաջողակ է։ Ասի ճիշտ է։ Բայց ամբողջ ռոպագանդան հակառակն է գնում, էլի։ Այո։ Ու շատ մեծ ճնշում կա մարդկանց վրա, նամանավանդ տղամարդկանց վրա։ Իհարկե հիմա այդ կանանց վրա էլ կա արդեն այդ ամեն ինչը, մի քիչ դե հավասարվում են, չէ՞։ Բայց այդ ամեն ինչը, այն ինչ որ դու ասում ես, կարծում շատ խորն է եւ մտածելու տեղի կա տալիս։ Այո։ Ճիշտ ես ասել, ճնշումը շատ է։ Մշակույթի մեջ է, ռոպագանդա է, ամեն տեղ է եւ այս 1.6-ը ասվեցին 5 տարին, որ եթե չես կրնար շաբաթը ասենք թե մեկ օրը կամ դարվան ընթացքը մեկ ամիսը կամ չեմ գիտեր ինչ թաթարնել եւ հանգիստ ըսկալ հոգիդ մեջ ուրեմն խնդիր մը գա եթե չես կարող որ մարդիկ ասեն հա նպատակները իմ նպատակներս ադի կգարավարե եթե ես հաջող կսկամ կամ ոչ բայց նորեն իրենք ալ 24 ժամ 7 օր այդ նպատակներուն հետև գերտանոր բայց պետք է եթե չես կրնա just թույլ նստիլ եւ ինքդ լավ սկալ ուրեմն հոգիգան փամ մգա Ինչի համար է այդ ամեն ինչը եթե չես կարա անես, չէ՞։ Հա Հետաքրքիր է։ Ես աջակցում եմ քո մտքերը։ Ես եք փոխեի այդ։ Աջակցում Support. Հա, աջակցում եմ։ Հա, that would be the one thing I would change. I'm with you. Well, եւ ինձ համար նկատեցի որ ասում ասին խոսեցանք մի քանի շաբաթ առաջ։ Թիմացի անցը ոնց որ արարգա էր։ Ես նպատակ ունիմ, ես անցին պետք ունիմ, որ իմ նպատակս հասնեմ։ Այո։ Ուրեմն այս անցը անց չէ, բայց արարգա է։ Նպատակը արդարացնում է միջոցները։ Այո։ Եվ այս մտածելակերպը շատ վնաս կտա։ Այո։ Եվ adanցին, բայց քո հոգուտ, որը ադոր արմատն է, որ թուն ինձինքդ գնայիս, ոնց որ արարգա։ Նպատակի Միջոց։ հա, ինքդ գնայ, ասի ինչպես բացատրեմ, ասի շատ հայերենով չեմ խոսած, բայց ինքդ գնայիս ոնց որ արարգա, like the only value I have, միան արժեքը որ ունիմ is what I can accomplish. Բայց արժեք ունիս regardless of what you accomplish. Sure. Պետքա պահենք այս միտքը ու անընդհատ դրա մասին պետքա մտածել կարծում եմ։ Հա, որովհետև դու կարա շեղվես շատ արագ։ Շատ արագ։ Մանավանդ որ բիզնես ունիս կամ մեկ անցը referral գնե եւ $25,000 է եւ մորնաս անցը եւ դրամի վրա ծանրանաս։ Այո։ Շատ ապրես, այսօր դու կիսվեցիր շատ մեծ գիտելիքներով, փորձով, որը վստահ եմ, որ մեծ արժեք ու փորձ կտա մեր լսարանին։ Հուսով եմ այն ինչ որ մենք քննարկեցինք այն պրակտիկաները, որոնք դու կիրառում ես արդեն 17 տարի, մենք նաև ստեղ կներդնենք եւ այդ վերքերը կքաղենք։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալություն։ Հուսամ որ բաներ մսի, որ ուրիշներուն գոհնե։ Այո, վստահ։ Դե ավարտենք։ Thank you.
Thank you.